Բարև ձեզ սիրելի գյումրեցիներ, կարելի է ասել սա արտահերթ միացում է, որովհետև այսօր առավոտվանից իշխանությունը Գյումրիում դիմել է ռեպրեսիվ մեթոդների, մեզ հասած տեղեկատվության համաձայն այս պահին խոզարկություններ են անցկացվում Մայր Հայաստան դաշինքի նախընտրական շտաբում, Մարտուն Գրիգորյանին պատկանող տարածքներում. Սա ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող իրավական բեսպրեդել է, ընդհանրապես քաղաքացիական պայմանագիրը զգալով, որ Գյումրվա ընտրություններում ծանր պարտություն է կրում, թիրախավորել է բոլոր հնարավոր ազդեցիկ մրցակիցներին։ Եթե հիշում եք անցած մի քանի օրերին թիրախում մեր կուսակցությունն ու մեր թեկնածուներին ստացան համարժեք պատասխան, այսօր առավոտյան սկսել են ռեպրեսիվ գործողությունները Մարտուն Գրիգորյանի թիմի և Մայր Հայաստանի հանդեպ, Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը որպես իրական ընդդիմադիր քաղաքական ուժ իր զորակցությունն է հայտնում Մայր Հայաստան դաշինքին և Մարտուն Գրիգորյանին և նրա թիմին։ Ես այսօր առավոտյան մեր թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանի հետ հանդիպումներ եմ ունեցել Մարտուն Գրիգորյանի հետ, նաև Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ, նրանց փոխանցել ենք մեր քաղաքական ուժեղ զորակցությունը։ Սիրելի գյումրեցիներ, իշխանությունը ստիպված է դիմում ռեպրեսիաների, ոչ մի բանից մի վհատվեք, ոչ մի բանից մի հուսահատվեք, ակտիվ մասնակցեք ընտրություններին։ Այսօր Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը տեքստիլ ակումբի դահլիճում ժամը 19:00-ին անցկացնում է իր նախընտրական ամփոփիչ հավաքը, ակտիվ մասնակցեք այդ հավաքին։ Ես կոչ եմ անում քվեարկել թիվ 7-ին Դեմոկրատական այլընտրանքին և Արտյոմ Ղարաղազարյանին, որտեղ սա փոփոխությունների ճիշտ ճանապարհ է, բայց եթերի վերջում ևս մեկ անգամ զորակցություն եմ հայտնում Մայր Հայաստան շարժմանն ու Մարտուն Գրիգորյանի մեր քաղաքը դաշինքին, ընդդիմադիր ցանկացած ուժի դեմ ոտնձգություն, շինծու պատրվակներով քրեական հետապնդում մենք համարելու ենք մարտահրավեր նաև մեր կուսակցությանը։ Ընդդիմությունը Գյումրիում հաղթելու է, Գյումրին հաղթելու է ՔՊ-ին։ Շնորհակալություն։